Սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ, ինձ հետ և հետաքրքիր է և արդյունավետ, միացեք, եթերում է մարզվենք միասին հաղորդաշարը։ Նա Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ է, ծանրամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, նա կերտել է և շարունակում է կերտել պատմություն իր ուրույն հետքը թողնելով սպորտի աշխարհում։ Իմ հյուրն է այսօր Հռիփսիմե Խորշոդյանը, ողջույն Հռիփսիմե։ Հռիփսիմե, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, անչափ ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Հռիփսիմե, ընդունված է կարծել, որ կինը գեղեցիկ, բայց թույլ սեռ է։ Ինչպես այդ գեղեցիկ, բայց թույլ սեռի ներկայացուցիչը հայտնվեց ուժեղների մարզաձևում, ինչպես է դա պատահել։ Իմ սպորտը ես որ ընտրել եմ, պատահական է ստացվել, որ հենց ընտրել եմ այս ծանր սպորտը, հենց ինքս ասում է ծանրամարդ, իսկ ես համամիջ չեմ այն կարծիքին, որ գեղեցիկ սեռը նաև թույլ է։ Ես իմ գործով ապացուցել եմ, որ լավ էլ ուժեղ են ու տղաներին չեն զիջում։ Բայց ինչպես է եղել։ Ինչպես է եղել, պատահական, ուղղակի ընտրել եմ այս սպորտաձևը, որովհետև Հայաստանում նաև չկար ծանրամարտով զբաղվող կանայք։ 3 տարի զբաղվել եմ եւ 1999 թվականից զբաղվել եմ ծանրամարտով, այո, 25 տարի արդեն այս սպորտում եմ ու շատ ուրախ եմ դրա համար, որ առաջիկին ծանրորդ եմ եղել, ինձանով է սկսվել զարգանալ այս սպորտաձևը ու դրա համար շատ ուրախ եմ։ Հպարտանալու շատ տեղ ունես իսկապես։ Իսկ այդ ֆիզիկական ուժը գենետիկ է կա քո արյան մեջ։ Հա, կարելի ասել կա, որովհետև մեր ազգի մեջ եղել են մարզիկներ, օրինակ իմ հայրը, պապիկս սպորտսմեններ են եղել, բայց ոչ ծանրամարտով, նրանք ըմշամարտ, ֆուտբոլի մարզիչ, բայց ծանրամարտով չեն զբաղվել։ Դու ես սկսել։ Այո, ես եմ սկսել։ Հետաքրքիր է։ Գրեթե քո ողջ կյանքը անցել է պրոֆեսիոնալ սպորտի մեջ։ Ինչ ես կարծում, դա ինչ ազդեցություն է թողնում մարդկային տեսակի բնավորության վրա։ Ազդում է դա։ Օրինակ ես կարող եմ ասել, մարզիկները շատ բարի են լինում, հոգևոր բաները շատ ուժեղ են լինում, կամքի ուժ են ձեռք բերում ավելի ու ամեն դժվարությունները կարող են հաղթահարել, եթե սպորտով են զբաղվում։ Այսինքն դա ազդում է մարդկային տեսակի վրա։ Եթե լիներ ուսուցչուհի, նույնը չէ, կարծում եմ։ Ինձ թվում է չէ, որովհետև ամեն դժվարությունները սպորտում անխուսափելի է։ Դու հանդիպում ես այդ դժվարություններին, թե հաղթանակները, թե դժվարությունները, թե վնասվածքները, պետք է ուժեղ լինես, որ կարողանալ դիմանալ այդ ծանրությանը։ Պրոֆեսիոնալ սպորտսմենի կարևորագույն մոտիվացիան մեդալն է։ Ոյ, ինքդ քեզ հավատալը։ Օրինակ, եթե դու չես հավատում քեզ, հա գնամ մարզվեմ գամ, բայց եթե խորանում ես պրոֆեսիոնալ սպորտի մեջ ու հավատում ես քեզ, հաստատ դա մոտիվացնում է քեզ ու առաջ ես գնում։ Մեդալը չի մոտիվացնում։ Մեդալ միանշանակ, եթե մարզվում ես ու ինչ-որ նպատակ ունես հասնել բարձրունքին, մեդալը միանշանակ դա մեդալն է։ Ու մեդալը ունի ճյուղեր։ Մեդալի հետևում կանգնած է անունը, պատիվը, ինչու չէ նաև աշխատանքը, դրանով ես ապրում։ Ամեն ինչը կախված է այդ մեդալից։ Այդ մեդալի տակ է։ Այո, ամեն ինչը մեդալի տակ է թաքնված, իհարկե։ Հռիփսիմե, այդ 6 տարիների դադարը, որ ունեցել ես, այդ ընթացքում ինչ էմոցիաներ ես ունեցել, ներսդ ինչ է կատարվել։ Ներսս փոշառ էր ընկել։ Ես չէի պատկերացնում, որ կարող է ես 6 տարի դադար ունենամ այս մեծ սպորտում, իմ սիրելի սպորտաձևը թողեմ 6 տարի, բայց չարաբաստիկ այդ դոպինգ սկանդալը ինձ թույլ չտվեց ես շարունակեմ սպորտը։ Փաստորեն արգելեցինք։ Այո, արգելել են, թե չէ ինձ ոչ մի բան չէր կանգնացնի, նույնիսկ վնասվածքը ինձ չկանգնացրեց, որ ես շարունակեմ այս սպորտը։ Ես պատկերացնում եմ այդ դոպինգի սկանդալը, շատ դարձյունացել։ Հա, շատ դաժան էր ու ստրես, ահավոր ստրես եմ տարել 6 տարիների ընթացքում։ Գիտես, ես տեսել եմ, դա իմ հայրիկն էլ այդ ամեն ինչի մեջ անցել, ինքն էլ շախմատիստ է եղել եւ մրցման ժամանակ Հայաստանի չեմպիոնատի զրկել են, էլի 6 տարի մրցումներին մասնակցելու իրավունքից, բայց ի տարբերություն քեզ նա թողեց շախմատը, բայց դու չէ։ Ես դե ապացուցելի բան եմ, հա, ես ուղղակի չէի պատկերացնում, որ կարող է իմ սպորտը այս ձևի ես հեռանամ, թողնեմ, դրա համար ես հետ եմ վերադարձել սպորտ։
Ինչքան ուժեղ կամքի ուժ պետք է ունենաս եւ ընդհանրապես էությամբ ինչքան ուժեղ պիտի լինես, որ այդքան դադարից հետո, այդքան դժվարությունների միջով անցնելուց հետո իսկապես կարողանաս ոտքի կանգնել, պարապել եւ նորից մեդալ բերել քո հետո վերադառնալ, այդ ամենակարևորը։ Բրավո, Հրիփսիմե, իսկապես մենք բոլորս հպարտանալու տեղ ունենք։ Բայց երբ 7 տարի հետո բարձրացար արենային, այդ ժամանակ ինչ զգացիր, ինչ էր դա քեզ համար։ Ոյ ոնց որ առաջի անգամ ես հարթակ բարձրանայի անցած տարի հենց Եվրոպայի առաջնությանը, չէ որ ես հանրությանը խոսք էի տվել, որ վերադառնալու եմ մեդալով, առաջվա Հրիփսիմեն եմ, բայց չէ, այդպես չի, որտեվ այն տարիքում չեմ գտնվում, որ իմ մկաները նորից ինձ լսեն, ենթարկվեն, շատ հուզվել էի ու իրոքից որ շատ դաժան էր ու դժվար էր հարթակ բարձրանալը, մարմինս դողում էր, ասում էի, բա որ մի բան չստացվի, բա որ չկարողանամ։ Բայց փաստորեն բրավո։ Այո։ Նորից դու մեդալ նվաճեցիր իսկապես։ Հրիփսիմե, ծանրամարտիկը ինչ կարևորագույն հատկանիշներ պետք է ունենա, որպեսզի չեմպիոն դառնա։ Ինչն է ամենակարևորը։ Կամքի ուժ ունենալ։ Այդ է, ես նորից նշեցի, որ ամենակարևորը կամքի ուժն է։ Այո, կամքի ուժը։ Տեսեք օրինակ վառ ես, իմ օրինակով ես ապացուցում եմ, որ կամքի ուժ պետք է ունենաս, որ ամեն ինչը կարողանալ հաղթահարել։ Եթե եղավ դա, նպատակիդ կհասնես, եթե չէ, ուրեմն չես կարող բարձր այտենց նվաճումներ ունենաս, մեծ մարզիկ դառնաս։ Իսկ քո այդ ուժեղ մարմնի մեջ ինչ մարդկային տեսակ է թաքնված։ Այ, շատ թույլ, շուտ հուզվող, այն որ ասում են ջանից չխափնվեք այդ բանային մոտ, ես մենակ իմ սպորտում եմ ինձ հզոր զգում, բայց առօրյայում ես այն որ ասած աղջիկները ինչպես են, կանացի, փխրուն, զգայուն ես, ինքն զգայուն ես։ Այո։ Հետաքրքիր է։ Իսկ քո կյանքում իրադարձություններ եղել են, որոնց համար շատ ես փոշմանել։ Միակ փոշմանել այն է եղել, որ ինձ զրկել են 6 տարի չմարզվել իմ սպորտաձևով, թե չէ այդպիսի բան չի եղել իմ կյանքում։ Շատ գեղեցիկ, դասավորված գնում է։ Ոչինչ, դել համարենք մի փորձություն։ Հա, իհարկե փորձություն։ Բոլորս էլ ինչ-որ փորձության միջով անցնում ենք։ Հրիփսիմե, այս վերջի Եվրոպայի առաջնությունը քեզ համար հաղթական վերադարձ էր եւ վերջնակետ քո կարիերային, թե պլաններ ունես հետագայի համար։ Ամենացավոտ հարցը դա է, ինձ բոլորը ասում են, չէ որ դու խոստացել ես մեդալ եւ վերջ ասում եմ, չէ, նման բան չկա։ Ես դա բացում արեցի մեդալով, ես չեմ պատրաստվում վերջ տալ այս սպորտաձևին։ Ես հիմա պատրաստվում եմ աշխարհի առաջնությանը, սեպտեմբեր ամսին է կայանալու Սաուդյան Արաբիա եւ գնալու եմ այնտեղ։ Անկեղծորեն մեծագույն հաջողություններ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկապես, որ մեր պատիվը բարձր կպահես։ Իսկապես Հրիփսիմե, դու շատ երիտասարդ ես, բայց արդեն կերտել ես պատմություն եւ արդեն ստորագրություն ես թողել սպորտի աշխարհում։ Եվ մի խոսքով առաջ Աստված, շատ շնորհակալ եմ։ Իսկ մենք կարող ենք սկսել Մարզումները։ Այսօր Հրիփսիմե, դու մոռանում ես քո ծանրաձողը։ Ես հատուկ ծանրաձող չեմ բերել։ Եվ ուրիշ ֆորմատով այսօր միասին կաշխատենք։ Խնդիր չկա, մեծ սիրով։ Սկսեցինք։ Սկսեցինք։ Շնչում ենք արտաշնչում։ Շնչում ենք Հրիփսիմե արտաշնչում։ Մեկ անգամ ևս արտաշնչում ենք ձեռքերը ուսերին հավասար նկարում ենք շրջան 8, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ և հակառակ ուղղությամբ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և արմունկներից մեկը նախ հավազում են հատվածում կտտեցնում ենք կտտեցնում ենք։ Մեր սիրելի վարմություն։ 4, 3, 2, 1 և հակառակ ուղղությամբ 4, 3, 2, 1 ուղղվեցինք կողպեք, Հրիփսիմե իջնում ենք և բարձրանում ենք, բարանում սքինջան, տոքացնենք մեր մկանները և անցնենք մեր հիմնական աշխատանքի և կողքիդ կողքիդ Տունանում ենք Ստաս Հրիփսիմե Մի ապ 6, 5, 4, 3,
երկու, մեկ և կողք, 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 4, 3, 2, 1 և 8, 7, 6, 5, 4, 3, 2 և stop։ Մամա ջանով։ Stop։ Չորս, երեք, երկու, մեկ և սեթ։ Լավ, սուրիցիվ է։ Հանդավար ձգում են։ Չորս, երեք, երկու, մեկ և ստոպ։ Սինը լավ է։ Լավ է։ Մենք ձեռքերը մի փոքր նեղացնում ես և սայթ, կենտրոն, սայթ, կենտրոն, սայթ, կենտրոն, սայթ, մյուս կողմը հրպսինը գնացինք, սայթ, center, սայթ, center, սայթ, մեկ անգամ ևս մնացինք և mountain squat-ով նայ հրպսինը, ոտքերը առաջ, 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 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 և 8, 7, 6, 5, 4, 3, 2, stop! 4, 3, 2, 1, stop! Առաջ, հետ, սայթ, առաջ, հետ, սայթ, Սկսում ենք որովայնի աշխատանքը։ Առաջին վարժությունը։ Ձեռքերը պահում ենք։ Աշխատում ենք ուսերով, արտաշնչելով ձգվում ենք 40 աստիճան և շնչելով իջնում ենք մինչև վերջ չենք բարձրանում։ Ռիփսիմը պատրաստ ես։ Այո, ինչպես միշտ։ Ստարտ, սկսեցինք։ Արտաշնչելով բարձրանում ենք, շնչելով իջնում ենք։ Մամիրը 40 աստիճան ոտքերը բացում և թակում ենք գեղեցկություն 8 և 6 պայծառ լուսավոր մեր ռիփսիմեն դիմանում ենք ռիփսիմը 7 6 5 4 3 2 պահում ենք 8 7 5 4 3 2 4 3 2, 1, start. Եվ ուղիղ ոտքերով հիպսիմը նորից նույն ձևով բռնվում ենք, ոտքերը ուղղում ենք և բարձրացնում իջեցնում ենք։ Պատրաստ ես։ Արտաշնչելով ոտքերը բարձրացնում ենք, շնչելով իջեցնում ենք, պատրաստ ես։
Ստարտ, գնացինք։ Մեջքի մկանների վրա աշխատել, Հրիփսիմը պատրաստ ես, միակողմանի պիտի աշխատենք, արտը շնչելով ձգվում ենք և շնչելով իջնում ենք, գնացինք, հրաշալի վարժություն էր, ես շատ եմ սիրում, ես ասիմեցի, եվս երկու հաշիվ, վերջինը և մյուս կողմով Հրիփսիմը գնացինք, նախավերջին անգամ և վերջին անգամ։ Հրիփսիմը նայր, գլուխը դունում ես, նա պիտի աշխատենք ազդրերով, ազդրերն ենք կոկում հատակից։ Սկսեցինք։ Եվս 4 հաշիվ։ 3, 2 և ստապ և superman position, այսինքն և կրծքավանդակը, և ուսերը, և ազդրերը պոկում և պահում ենք, գնացինք, այսպես 8, 7, 6, 5, 4, 3, 2, մեկ վերջինը դիմանում ենք, 6, 4, 3, 2, 1, ստապ։ Ուղում ենք մեջքը, թեքվում ենք, այնուհետև ձախ ձեռքը, բռնում ենք աչը և ձգում, ուղղվեցինք, մյուս կողմ, ձգեցինք, ուղղվեցինք, Հրիփսիմը, ոտքերը ուղիղ, փորձում ենք ստեն, ահա, այնուհետև պտտեցնում ենք ոտնաթաթը, նորից փորձում ենք հասնել ինչքան հնարավոր է։ Այնուհետև բացում ենք կրծքավանդակը։ Փորձում ենք ձեռքերը հասցնել հատակին։ Ահա, լավ հասցում ես, բրավո։ Եվ մյուս կողմ Հրիփսիմը։ Սկզբում ուղիղ ոտքերով ձգվում ենք։ Այնուհետև պտտեցնում ենք ոտնաթաթը և ձգվում ենք։ Բացում ենք կրծքավանդակը։ Գալիս ենք կենտրոն, կախվում ենք Հրիփսիմը, թուլացիր, թուլացիր, թուլացիր։ Բռնում ենք ոտքը, ուղղում ենք։ Այնուհետև բացվում ենք Հրիփսիմը։ Սեղմում ենք դեպի մեզ։ Դնում ենք ոտքը և ձգվում։ Ուղղվեցինք։ Մյուսը ուղղում ենք։ Կողք։ Դեպի մեզ։ Բրավո, Հրիփսիմը։
Դրեցինք ոտքը, գալիս ենք առաջ։ Այնուհետև ոտքերը աչածև, գալիս ենք առաջ։ Պտտվում ենք դեպի ձախ, դեպի աջ, այնուհետև ուղղվում ենք, գալիս ենք առաջ և նայում ենք վերև, ռիպսիմե նայում ենք աջ, ձախ և նայիր լայն ոտքերով ձգվում ենք առաջ։ Մենք ձախ ձեռքով ենք ձգվում, աջ ձեռքը տանում ենք մյուս ձեռքով։ Կենտրոն։ Ռիպսիմե նայիր, աջ ոտքը ուղղում ենք և փորձում ենք ձգվել, կարող ես։ Այ մամա ջան։ Ուղղվեցի և մյուս կողմ։ Ձգվեցի։ Ուղղվեցինք, նստեցինք, ոտքերը ուղղեցինք, գնացինք հետ։ Ինչ։ Շնորհակալ եմ Ռիպսիմե ջան։ Ես էլ եմ շնորհակալ ինձ տանջելու Դու յուրահատուկ փայլ տվեցիր իմ հաղորդմանը, անկեղծ։ Ապրեք շատ։ Ես շատ ուրախ եի քեզ հյուրընկալել։ Ես էլ եմ շատ ուրախ, որ գտնում եմ այստեղ։ Ապրեք։ Այսօր այսքան է, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք, ցտեսություն։